Նոյեմբերի 26-ին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից, սակայն շարունակում է պահպանել անդամակցությունը նպատակահարմարությունից ելնելով։ Միևնույն ժամանակ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը պարզաբանեց, որ պաշտոնական դուրս գալու հարց օրակարգում չկա։ Հայաստանի ղեկավարության բարձրագույն հայտարարությունները ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին իրականում թաքցնում են պարզ իրողություն։ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը շարունակում են մնալ Հայաստանի անվտանգության միակ իրական ինստիտուցիոնալ երաշխավորները։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Եվրամեդիա 24-ի հետ զրույցում նշում է. Որևէ արևմտյան գործընկեր մինչ այժմ չի ներկայացրել եւ չի կարող ներկայացնել հստակ ռազմական երաշխիքներ կամ պաշտպանության մեխանիզմ միջազգային պայմանագրի տեսքով։ Փաստացի դուրս գալու գործընթաց չկա։ Դա իրավական կատեգորիա չի, ես չգիտեմ Ալեն Սիմոնյանի ինչ կատեգորիաներով է մտածում։ Կամ կառույցի մեջ ես, կամ իրավաբանորեն կառույցից դուրս ես։ Իդեպ սառեցում հասկացություն չկա։ Դա էլ աբսուրդ, այդ ամեն ինչ խոսում է Նիկոլ Փաշինյանի կիսատ պրոտության մասին, քաղաքականության կիսատ պրոտության մասին։ Հետևաբար, այստեղ ավելի արժանահավատ է հնչում ԱԳ նախարարի տեղակալի հայտարարությունը, որ նման հարց օրակարգում չկա, բայց դրանից դուրս ես ուզում եմ մի քանի հարցադրում հնչեցնել։ Կան անվտանգային այլընտրանքային առաջարկներ Հայաստանին։ Ես վստահ գիտեմ, որ նման առաջարկներ չկան։ Այսինքն չկա որևէ այլ երկիր, որը պատրաստ է Հայաստանին անվտանգության երաշխիքներ տալ։ Այս պայմաններում առնվազն արկածախնդիր կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը, մանավանդ որ կրկնում եմ այլընտրանքային անվտանգային առաջարկներ չկան։ Ես այս հարցը արհեստական եմ համարում եւ թեթև հույս ունեմ, թույլ հույս ունեմ, որ իշխանությունը չի գնա այդ արկածախնդրությանը ՀԱՊԿ-ից դուրս գալու։ Հայաստանի իշխանությունները ՀԱՊԿ-ին հաճախ մեղադրում են Արցախի հարցում Հայաստանին մենակ թողնելու մեջ, մինչդեռ ՀԱՊԿ կանոնադրությունը հստակ սահմանում է։ Կազմակերպությունը պաշտպանում է անդամ պետությունների միջազգային ճանաչված տարածքները։ Հայաստանը պաշտոնապես չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Հայաստանի տարածք եւ երբեք չի ընդգրկել այն հանրապետության վարչական կազմի մեջ։ Ուստի Ղարաբաղում տեղի ունեցածի պատասխանատվությունը ՀԱՊԿ-ի վրա դնելը ոչ միայն իրավական առումով անհիմն է, այլև արհեստականորեն ստեղծված դժգոհություն կազմակերպության նկատմամբ, որը գործել է իր մանդատի սահմաններում։ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է։ Իսկ հիմա տեսականորեն պատկերացնենք, որ իշխանությունները օրվա էս կամ իրենց փոխարինող արտահայտ կամ հերթական ընտրություններից հետո այլ իշխանություններ ՀԱՊԿ-ի ցանկանում են աշխատանքները գործունեությունը բերել բնական հունի մեջ։ Կարող են, իհարկե կարող են։ Ինչու՞, որտեղ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է։ Իրավական առումով մենք մեջտ ենք։ Այլ բան է, որ աշխատանքները չես մասնակցում, անուղղակի բոյկոտում ես, չէ՞, այդպես է, չէ՞։ Փաստացի ուղղակի մենք բոյկոտում ենք այդ աշխատանքները։ Կամ ըստ Փաշինյանի ասած մենք սառեցնում ենք այդ աշխատանքները։ Սառեցում տերմինը որ չկա, իրական ոչ էլ բոյկոտ կա։ Դու չես մասնակցում, որոշակի առումով իհարկե բացաբար անդրադառնում է ՀԱՊԿ-ի գործունեության վրա։ Իհարկե ազդում է։ Բայց ցանկացած իշխանություն, այդ ու նաև այս իշխանությունը թե վաղ որոշում կայացնի, որ ՀԱՊԿ-ի վերականգնում է իր համագործակցությունը աշխատանքային եւ իր պարտականություններն ու իրավունքների արդեն ամբողջությամբ ամբողջավալվանում է։ ՀԱՊԿ-ը չի կարող ասել, որ որոշ ժամանակ դու սառեցել ես, հիմա ասում են ոչ, այդպեսի հոդվածը չկա։ Եթե որոշ մասնագետներ իրենց կոչող իբր ռազմական ոլորտի եւ քաղաքական գործիչներ ասում են ՆԱՏՕ-ի հետ մեր առավել ջերմ համագործակցությունը կբերի մեր անվտանգության էապես բարձրացման, իսկ նման գնահատականներ կան, չէ՞։ Դա իրականությանը չի համապատասխանում, որտեղ ՆԱՏՕ-ն ինքը պարտավորություն ունի միայն պաշտպանել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին։ Այլ երկրները ինքը կարող է իրականացնել համագործակցություն, այդում նաև ռազմատեխնիկական, այսինքն զենքի առևտուր, զինամթերքի գնում եւ այլն։ Բայց ՆԱՏՕ-ն պարտավորություն չունի Հայաստանի հանդեպ, նույնիսկ եթե մենք ՆԱՏՕ-ն շատ ջերմ ենք։ Հետաբար չկա որևէ այլ կառույց, որտեղ եթե անհրաժեշտություն լինի, որպես հզոր մի շարք պետությունների ռազմական միավոր ինչ որ մի պահ կեցված դրսևորի Հայաստանում կամ Հայաստանի սահմանների մոտերից ուղղակի, ապա դա այդպիսի կառույց չկա։ Կա ՀԱՊԿ-ը եւ կա Ռուսաստանի հետ կնքված պայմանագիր 90 թվականին, այս երկու կառույցներն են։ Ուզենք չուզենք լավ է, վատ է, բայց դա իրողություն է։
Այսպիսով կարող ենք արձանագրել Հայաստանի իշխանությունների նման հայտարարությունները առավել շատ կարճաժամկետ քաղաքական արձագանք են եւ արևմտյան ճնշման արդյունք, իսկ ոչ թե իրական ու իրավական խզում։